Բարի օր իմ շատ սիրելի հետևորդներ։ Վլոգ եմ սկսում նկարել, այստեղից եմ նկարում Մարինեշկան մեզ համար կոֆե է պատրաստել։ Իրեն անակնկալ է սպասվում, դեռ ինքը չգիտի դրա մասին, բայց քիչ անց կիմանա։ Շատ է սպասում այդ անակնկալին, չնայած որ գիտեր, որ պետքա մի փոքր ուշ լինի։ Բայց ամուսինս որոշեց արագացնի։ Հիմա սուրճը կվայելենք, բոլորս տանենք։ Եվ Մարինան կստանա իր անակնկալ նվերը, որի մասին ընդհանրապես գաղափար չունի։ Անջատել եմ ձայնը, քանի որ այնտեղ երգեր գնում YouTube-ը, որպեսզի չփակի վիդեոն, դրա համար անջատել եմ։ Այստեղ ինքը իր աչքերին չի հավատում, մտածում է մեր հին տուփերից ենք տալիս, ստուգում է տեսնի հաստատ մեջ կա, թե չկա։ Իր ուզած հեռախոսն ենք նվիրել։ Հիմա կբացի, մենք իր մեր սուրճը կվայելենք, այս վլոգում կտեսնեք նաև նախապատրաստություններ մեր ճանապարհորդությանը, քանի որ ամուսնուս անակնկալ էի արել եւ տուր եմ գնել դեպի Եգիպտոս, սկզբից ինքը չգիտեր, այդպես պետքա չիմանար մինչեւ օդանավակայան, բայց ինչ պատճառներով իմացել է, բայց միևնույն է անակնկալը ստացվեց, այստեղ նաև կլինեն գնումներ, կպատրաստվենք եւ երևի վերջին օրն էլ նկարեմ տանից ինչպես ենք պատրաստվում եւ վերջ։ Այնպես որ սպասեք առաջիկայում շատ գեղեցիկ վիդեոներ ինձ թվում է կլինեն, եթե այնտեղ ինտերնետ ունենամ շուտ կգցեմ, եթե ոչ կնկարահանեմ, ապա հետ գալուց հետո նոր կգցեմ։ Այնպես որ մնացեք ալիքումս։ Դե ինչ հիմա ցույց տամ արագ գնումներս, ինչեր եմ վերցրել, հիմնականում այստեղ հագուստ է, վարագույր, ցույց կտամ, չմոռանամ անպայման, շատ գեղեցիկ վարագույր եմ պատվիրել։ Այստեղից սկսեմ երևի։ Սա տղայինս է, սովորական ֆուտբոլկա, այսպիսի սպիտակ եւ ջինսից շորտ։ Այսպիսի սովորական։ Սա իմն է, այսպիսի թեթև վերնաշապիկ, այսպես գեղեցիկ նկարներ սրտիկներով և մի հատ էլ այսպիսի ամառային կոստյում, լայն տաբատով ու էլի վերնաշապիկի հետ, իսկ այստեղից արդեն Մարինայի գնումներն են, այսպիսի վերնաշապիկ ա վերցրել վարդագույն, շատ գեղեցիկ եղավ, շորտի հետ, սովորական տոպ ա վերցրել, այսպիսի ֆուտբոլկա, այսպիսի ջինսից շորտ և սովորական շորտով ֆուտբոլկա, այնպես թեթև հագնելու համար ամեն օր։ Սա մեր գնումներն էր, հետո հաջորդ հիմնական գնումը, ինչի համար որ գնացել ենք, ինչ մեզ պետք էր, ինձ պետք էր, քանի որ գնում ենք հանգստանալու, ճամպրուկ էր հարկավոր, մենք ունենք մեծներ, մեծը պետք չէր, դրա համար ընտրեցի փոքր տարբերակը, սա էլ այսպես վրանա, հռուշնոյ, բայց դե երևի երկուսն էլ բագաժ կգնա, չգիտեմ։ Միասին ճամպրուկը կդասավորենք և կտեսնենք ինչ է տեղավորվում, ինչը ոչ։ Սա ճամպրուկը,
Շատ հարմար է, այնտեղ մեծն է ամբողջովին, այստեղ այսպես փոքր ձեռքի։ Նաև վարակույրս ցույց տամ նոր, կկախեմ անպայման ցույց կտամ, պետք է այդ վերևի կարնիզը փոխենք, դրա համար դեռ չեմ գցում, կարնիզը կփոխենք, ես այստեղ արդեն պատվիրել եմ, սպասում եմ ամուսինս տուն գա եւ այսպիսի կարնիզը ուզում եմ փոխեմ առաստաղին այդ կպցրվող կարնիզներից է։ Կփոխեմ կարնիզը նոր, վարակույրս կփոխեմ։ Այսպիսի շատ շքեղ վարակույր եմ պատվիրել։ Այս ներքևի հատվածն է մի փոքր այսպես վիլյոր, այս մնացածը այսպես գործվածքը, շատ խիտ։ Ու վրան ծաղիկներ այսպես կպցրած։ Մի ժամանակ լրիվ հրաժարվել է ես ինչ որ այսպիսի գործվածքներով, ոսկեգույն փայլերով ինչ որ ունեի վարակույրներ, ամբողջը փոխեցի, որովհետև այսպես մի պահ եկա, որ հոգնել էի, ուզում էի ամբողջովին այսպես սովորական հասարակ այսպիսի տյուլ լիներ, ոչ սև, դա սա իհարկե տղայի սենյակներ, հիմա փոխել ենք տեղերով սենյակները, սև վարակույրները դեռ մնացել է այստեղ։ Հիմա մնում է փոխեմ եւ հանեմ այս սև վարակույրը ու մի ժամանակ այսպիսի սովորական հասարակ վարակույրներ էի ցանկանում, որ առանց ավելորդությունների լիներ ու ամբողջը փոխել էի։ Հիմա նորից հետ եմ գալիս, քանի որ ննջասենյակիս կահույքը կամաց փոխում եմ։ Դեռ էլի մասեր ունեմ, որ պետքա առնեմ, հավաքեմ, հետո ընթացքում ցույց կտամ։ Դրա համար նորից հետ եմ եկել։ Այսպես ասած, այս ճոխությանը մնում է ծածկոցը փոխեմ նույնպես, արդեն ընտրել եմ ինչ ծածկոց, ուղղակի պետքա գնամ սադավոտ, դեռ այդպես ժամանակ չունեմ, ինձ թվում է երևի հանգստից հետո նոր սադավոտ կգնամ, այդպես նոր կփոխեմ ու ամբողջովին սենյակը նոր ցույց կտամ, բայց հենց վարակույրները եթե կախեմ, ոյ աչքս կարմրել է, եթե վարակույրները շուտ կախեմ, ցույց կտամ կախած տեսքը, եթե պետք լինի, արտիկուլը կթողնեմ, Վայլբերիսից եմ պատվիրել, արդեն ինքը պատրաստի է, միանգամից կարելի է կախել, տարբեր չափերի կա այս երկարությունը, իմը 2.70 էր, կար 2.40, 2.50, մի խոսքով ինձ թվում է բարդություն չի լինի, ամեն մարդ կարա գտնի իր բարձրության վարակույր, ու այդպես, հիմա այս ամբողջը հավաքեմ, արդեն շատ հոգնած եմ, այսօր առավոտից աշխատել եմ, չհաշված, որ ընթացքում գնացել ենք ես ու Մարինան խանութ, քանի որ վաղը ընկերուհու ծննդյան օրն է, գնացինք նվեր առանք, ու այդպես լավ հոգնած եմ արդեն, հիմա մի հատ աչքերս դեղ կաթացնեմ և պարկինգ քնելու, մեր մոտ ուժեղ անձրև է գալիս։ Տեսնենք, էլ ունեմ պատվերներ, Վայլբերիսից, արդեն կգա, էլի այս վլոգում կտեղադրեմ, կմոնտաժեմ, երևի մինչև հանգստի գնալը այս վլոգը կդնեմ YouTube-ում, նրանց հետո արդեն հանգստի վիդեոներ կտեղադրեմ, երևի, չգիտեմ, մազերս ներկելու է, ժամանակ չունեմ, թողել եմ ամբողջ, այսպես թողել եմ վերջի պահին, որ ամբողջը լինի, բայց երևի ես երկու օրը կհասցնեմ ներկեմ մազերս, որովհետև արդեն անտանելի տեսքի է, ու ամենակարևորը այս դիմացի մասից, այդպես, դե ինչ, բարի գիշեր, ովքեր որ գիշերն են նայում, կհանդիպենք նոր օր, տեսնենք ինչ ենք անում։ Что за мурка это? Что за мурка это? Тебе так удобно лежать? Иди поближе, часики сделаю. Иди сюда. Иди поближе. Давай ко мне часики сделаю. Давай.
Не могу, иди сюда, иди. Чуточки еще. Еще чуточки иди. Часики делаю. Идешь? Ну иди часик сделаем. Давай, еще. Еще. Давай часики сделаю. Быстрее, иди. Еще немножко. Вот так, да, вот так. Ты моя сладкая. Что делать? Еще. Սայլի գնումներից երկրորդ մասը, այս ամբողջը արդեն վայլվերիսն է, եթե ինչ-որ մեկի հետաքրքիր կլինի, արտիկուլները կթողնեմ, այսպիսի թեթև ամառային շորտ եմ վերցրել, ինքը ճիշտ է երևում է, որ հաստ է, բայց շատ թեթև նուրբ մատերիալ է, այս տոպը շատ սիրեցինք, թեթև այսպես եթերային տոպ է, շատ գեղեցիկ, այսպիսի կպցրած ծաղիկներով, շատ հետաքրքիր տարբերակ է։ Այդը մի հատ այսպես էլի շորտով կոստյում, ճիշտ է ուզում էի ուրիշ գույնը, բայց ուրիշ գույնը չկար, ստիված սևը վերցրեցինք, շատ գեղեցիկ է նստում, սա արջևի մասն է, հետևը այսպես մի փոքր ներքևից է ու հետևի մասը կապվում է, որ հակա անպայման ցույց կտամ նկարով, այսպես է հետևի մասը։ Եվ իրա շորտը շատ թեթև ազատ լողազգեստ, մի հատ էլ եկն է, սա ավելի գեղեցիկ էր, սա էլ վերցրեց այսպես փորիկներով, շատ գեղեցիկ է նստում ինքը։ Գլխարկ, սովորական սպիտակ։ Սրանք արևապաշտպան կրեմներ են, զագարից հետո սա անպայման առանց դրա ես չեմ կարող, անպայման կսում եմ այսպիսի սպրեյ, էլի արևապաշտպան դերմի կրեմներ չի եկել, պետք է գա, երևի կհասցնի, այսպիսի գեղեցիկ ժամացույց եմ գնել, սա արդեն խանութից եմ վերցրել, չեմ պատվիրել, շատ նուրբ ու գեղեցիկ է։ Ես ժամացույցների սիրահար եմ, կարելի ասել առանց ժամացույցի ես դուրս չեմ գալիս։ Սա գել, որը ցույց կտամ եղունգներից վրա, իմ համար եմ պատվիրել, շատ գեղեցիկ, այսպես սլիվոչնի գույն է։ Սա հետո ցույց կտամ, այսպիսի տապочкաներ, որպեսզի պլյաժում հագնեմ, թեթև։ Այսպիսի մի փոքր բարձր տանգեպկայով, սա նույնպես հավաքածու է, որպեսզի վերցնեմ հետս, այդ մեծ բանկաները չվերցնեմ, բնականաբար լցնեմ փոքր բանկաների մեջ, շամպուն, կամ բալզամ, ու այդպիսի բաներ, կոսմետիկա, շատ հարմար է ասել, չէի սպասում, որ կարող է այսքան լավը լինել, ու այդքան մատչելի գնով, բայց ինքը արժի։ Մենք որ միասին կդասավորենք, կտեսնենք։ Շատ գրպանիկներ ունի, որը շատ հարմար է տարբեր իրեր տեղավորելու համար։ Եվ այսպիսի լողափյա պայուսակ,
Նաև այսպիսի նակիտկա են վերցրել կուպալնիկի վրայից հագնելու, թեթև, բարակ, շիֆոնա ու լավ երկար։ Ժամացույցս տեսեք ինչ գեղեցիկ է նստում թևիս վրա, շատ հավանեցի։ Այս թևնոցը շատ եմ սիրում, տղաս ա նվիրել, կոչվում է Սիմիա ընտանիք թևնոցը, հիմա մի րոպե ֆոկուս անի ցույց տամ։ Այնտեղ Մարինայի ծննդյան թիվն է անունն է եւ տղայի ծննդյան թիվն ու անունը մեջտեղ է սրտիկ ունել։ Ափսոս, որ լավ ֆոկուս չի անում, չի երևում գրերը։ Մեջտեղի սրտիկն էլ իմ ամուսնուս անվանը տարելն է եւ մեր ամուսնության ամսաթիվը։ Շատ գեղեցիկ է, շատ եմ հավանում այս ուղղակի։ Սա էլ էսպես սուրճս վայել եմ եւ տեսնենք ինչ ենք անում։ Մեր մոտ լավ մռայլ եղանակ կա, անձրևոտ մռայլ, ցուրտ, ոնց որ ամառ չլինի, այլ աշուն։ Երեկ եւ մանիկյուր եւ պիդիկյուր արեցի, այսպես գեղեցիկ բաց դեղին գույն եմ արել, վրայից ծիրկայային ուղղակի ցույց չի տալիս լավ։ Вот. Այս նոր ինքը ուղղակի փայլում է։ Եվ նույնն էլ ձեռքերս։ Սա այդ նույն գելն է, ինչ որ պատվիրել էի, ուղղակի վրայից դեռ լինելու է վճիրկը։ Վճիրկն թողել եմ վերջի պահին, քանի որ դեռ աշխատում եմ, որպեսզի խարտոցով իրեն չվնասեմ։ Այսպես։ Բարի օր իմ շատ սիրելի հետևորդներ, հավաքում եմ ճամպրուկը, այսօր ճանապարհվում ենք, բոլորով քնած են, առավոտ շուտ է, հիմա ես հավաքեմ իմ կոսմետիկան, արդեն ցույց եմ տվել ինչ կոսմետիկայի համար տուփեր եմ գնել, արդեն իրենց լցրել եմ բալզամ, միցելյարная вода, հետո մակիաժը մաքրելու համար հեով եւ գել для душа։ Հիմա այս ամբողջը տեղավորեմ, շորերը նույնպես էստեղ լրիվ գրած է, նույնպես դնեմ ճամպրուկը, մազերս արդեն հավաքել եմ, այսպես հետո կքանդեմ եւ այս պիկուդիները նույնպես կվերցնեմ հետս, քանի որ շատ հարմար է։ Նույնպես տեսել եք կրեմները արևապաշտպան։ Այսպես է, երևի այսքան։ Շատ հարմար կոսմետիկա է ներսում, նույնպես այսպես տեղեր կա, որպեսզի դնես եւ այդպես մնան։ Եթե ինչ-որ մեկի հետաքրքիր լինի, արտիկուլները կթողնեմ, վալբիրիսից եմ պատվիրել։ Լացնեմ դիսկը։
Վերցնում եմ իմ հետ այսքան կոսմետիկա և մի հատ էլ տանալի կրեմ և վերջ։ Մազի սաներ և մի հատ էլ մազի ռեզին, ես թվում է պետք կա։ Եվ այսքանով իմ կոսմետիկան պատրաստ է։ Այդպես հարմար, փոքրիկ, ամեն ինչը տեղավորվեց, մնում ասա և ունեմ այսպես ինքը ընդհանրապես ռուչնոյի համար նախատեսված, բայց սա էլ բագաժ կտանք, չեմ ուզում պահեմ մոտներիս մուշկարան։ Կտեղավորեմ այս ամբողջը ստեղ։ Այսպես։ Սա դեռ չեն թափի, ունեմ բաներ դնելու և անցնեմ շորերը։